Ինդոնեզիայում հրաբխային մոխիրը հասել է ստրատոսֆերա, Թայլանդում անձրևային ռումբը զբոսաշրջիկներին թակարդի մեջ է գցել, Եթովպիայում 12000 տարվա ընթացքում առաջին անգամ հրաբուխ է ժայթքել, Ավստրալիայում հսկայական նարնջի չափ կարկուտ է տեղացել, իսկ Ռուսաստանում գրանցվել են անոմալ մթնոլորտային երևույթներ։ Դիտեք այս եւ անցյալ շաբաթվա այլ կլիմայական իրադարձությունները հենց հիմա։ Վիետնամ։ Մի քանի օր տևած տեղատարապ անձրևները աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Վիետնամի հարավ-կենտրոնական հատվածում։ Անձրևները գերազանցել են բոլոր պատմական նորմերը, գետերի ռեկորդային հեղեղումներ առաջացնելով 24 ժամից էլ պակաս ժամանակում։ Տեղական հիդրոէլեկտրակայանները ստիպված են եղել ջուր բաց թողնել, ինչն էլ ավելի է սրել ջրհեղեղների ավերիչ հետևանքները։ Դակլակ նահանգում, որը ամենաշատ տուժածներից մեկն է, որոշ վայրերում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում տեղացել է ավելի քան 1800 մմ անձրև։ Տները այնքան արագ են հեղեղվել, որ մարդիկ ստիպված են եղել կոտրել իրենց տանիքները, հզոր հեղեղներից խուսափելու համար։ Շատ ընտանիքներ այնտեղ մնացել են գրեթե 30 ժամ։ Սոցիալական ցանցերը լի էին օգնության կոչերով։ Խան Հուա նահանգում ջրի բարձրությունը որոշ տեղերում հասել է 4-ից 5 մետրի։ Լամդոնգ նահանգի Կատ Տիեն շրջանի բնակիչները ջրհեղեղի պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։ Իշխանությունները նավակներ եւ այլ տրանսպորտային միջոցներ են օգտագործել սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար։ Երկրում տեղի ունեցած զանգվածային ջրհեղեղի հետևանքով զոհվել է 98 մարդ, եւս 10-ը համարվում են անհետ կորած։ Գրեթե 1.2 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Սողանքները վնասել են 2 ազգային մայրուղիների հատվածները։ Ավելի քան 200,000 տուն է ջրհեղեղի ենթարկվել, որոշները ամբողջությամբ ավերվել են։ Աղետը ոչնչացել է ավելի քան 90,000 հեկտար բրնձի դաշտեր եւ այլ մշակաբույսեր, ինչպես նաեւ ձկնաբուծարաններ, եւ սպանել է գրեթե 1 միլիոն գլուխ անասուն եւ թռչուն։ Հետևանքներին արձագանքելու համար ներգրավվել են ավելի քան 42,000 զինծառայող եւ ավելի քան 1200 միավոր տեխնիկա։ Ինդոնեզիա։ Ինդոնեզիայի արևելյան Ջավա նահանգը ավերվել էր Սեմերու լեռան հզոր ժայթքումից։ Նոյեմբերի կեսերից հրաբուխն ավելի ու ավելի ակտիվ էր։ Մի քանի օր շարունակ գագաթից բարձրանում էին մոխրի ամպեր, իսկ 19-ին խառնարանից պիրոկլաստիկ հոսքեր ժայթքեցին եւ հոսեցին Բեսուկ Կոբոկան գետով։ Դրանք մեկը մյուսի հետևից իջնում էին, հարավային եւ հարավարևելյան լանջերով անցնելով մինչև 14 կիլոմետր։ Մոխրի սյունը բարձրացավ մինչև 18 կիլոմետր բարձրության։ Հրաբխի ակտիվությունն այնքան արագ աճեց, որ ընդամենը 1 ժամվա ընթացքում տագնապի մակարդակը բարձրացավ մինչև առավելագույնը, իսկ արգելված գոտին ընդլայնվեց մինչև 8 կիլոմետր, իսկ հարավարևելյան հատվածում մինչև 20 կիլոմետր։ Մի քանի համայնքներում տաք մոխիրը եւ ժայռաբեկորները ավերեցին տները եւ վնասեցին 1 դպրոց եւ բժշկական հաստատություն եւ էլեկտրական ենթակայան։ Ոչնչացվեց ավելի քան 200 հեկտար գյուղատնտեսական հողատարածք եւ զոհվեց ավելի քան 140 գլուխ անասուն։ Առնվազն 3 մարդ ծանր վիրավորվեց։ Զոհերի թվում էր կամրջի վրա երթևեկող ամուսնական զույգը։ Նրանց մոտոցիկլետը սահեց տաք մոխրի շերտի վրա, այրվածքներ պատճառելով նրանց մինչև մարմնի 20%-ը։ Մի քանի գյուղերում բնակիչները բողոքում էին ուժեղ ծծմբի հոտից, որը առաջացնում էր հազ եւ շնչառական դժվարություններ։ Ավելի քան 1100 մարդ ստիպված եղան լքել իրենց տները եւ տեղավորվել դպրոցներում, մզկիթներում եւ վարչական շենքերում։ Սեմերուի հյուսիսային լանջին գտնվող Ռանուկ Ումբոլո լճում գտնվող 187 լեռնագնացներ, բեռնակիրներ եւ ուղեկցորդներ նույնպես տարանվեցին։ Մթության եւ վատ եղանակի պատճառով նրանք ստիպված եղան գիշերել լեռան վրա եւ կարողացան լքել պոտենցիալ վտանգավոր տարածքը միայն հաջորդ օրը։ Նոյեմբերի 23-ին իրավիճակը սկսեց կայունանալ եւ որոշ բնակիչներ վերադարձան տուն։ Այնուամենայնիվ Սեմերու հրաբուխը շարունակում էր մնալ իր ամենաբարձր տագնապի մակարդակի վրա եւ հաջորդ առավոտյան այն սպիտակ ծուխ էր արձակում։ Գագաթից մինչև 1 կիլոմետր բարձրության վրա 6 ժամվա ընթացքում գրանցվել է 44 երկրաշարժ։ Ռուսաստան։ Նոյեմբերի 22-ին Չելյաբինսկի մարզը ծածկվեց սառցե անձրևով։ M5 Ուրալյան դաշնային մայրուղին ծածկված էր սառույցով։ Բազմաթիվ վթարների հետևանքով առաջացել էին կիլոմետրերով ձգվող խցանումներ, որոշ հատվածներ ամբողջությամբ փակվել էին։
Զատկինսկի շրջանում, որտեղ ջերմաստիճանը իջել էր մինչև -5 աստիճան, սպասվող ձյան փոխարեն անձրև էր տեղում, որը անմիջապես սառեցրել էր գերսառը մակերեսները։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են մերկասառույցի պատճառով և դիմել են բժշկական օգնության։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Թյումենում, որտեղ սառույցի հաստ շերտը ծածկել էր ծառերը, մեքենաները, ճաղաշարերը, ճանապարհները և մայթերը, քաղաքը վերածելով վտանգավոր սահադաշտի։ Նոյեմբերի 21-ից 24-ը կենտրոնական դաշնային շրջանում գրանցվել է անոմալ ամպրոպային ակտիվություն։ Լիպեցկի մարզի Յակովլևո գյուղում ամպրոպը ուղեկցվել է մինչև 2 սանտիմետր տրամագծով կարկուտով։ Բրյանսկի, Կալուգայի, Օրիոլի, Տուլայի և Սմոլենսկի մարզերի վրա կայծակները անսովոր ուժեղ և հաճախակի էին նոյեմբերի վերջի համար։ Կայծակի առանձին հարվածների ուժգնությունը հասել է 486 կիլոամպերի։ Համեմատության համար, կայծակի միջին հարվածի ամպլիտուդը մոտավորապես 30 կիլոամպեր է, կամ 16 անգամ պակաս։ Էլեկտրամագնիսական իմպուլսի ինտենսիվությունն այնքան ուժեղ էր, որ դրա ազդանշանը հայտնաբերվել է աղբյուրից 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սարքերի կողմից։ Չնայած նման հեռավորությունների վրա այն սովորաբար թույլ է կամ ընդհանրապես չի հայտնաբերվում։ Մեղմ լայնություններում ամպրոպային ակտիվության նման մակարդակները ամբնականորեն բարձր կլինեին նույնիսկ ամռան համար, իսկ նոյեմբերի վերջի համար սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Ավստրալիա։ Նոյեմբերի 22-ին երրորդ կատեգորիայի հզոր արևադարձային ցիկլոնը Ֆինան Ավստրալիայի հյուսիսային տարածք բերեց մինչև 200 կմ/ժ արագությամբ քամիներ և ռեկորդային տեղատարապ անձրևներ։ Հաջորդ օրը Middle Point տարածքում 24 ժամվա ընթացքում տեղաց 430 մմ անձրև, տեղական օդերևութաբանական կայանի համար բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը։ Նոյեմբերյան ռեկորդները գերազանցվեցին Դարվինում և այլ քաղաքներում։ Վնասները մեծ էին։ Դարավոր ծառերը ընկան խոնավ հողի պատճառով, վնասելով տներ և մեքենաներ։ Մոտ 19500 մարդ մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Փոթորիկը նաև վնասեց թագավորական Դարվինի հիվանդանոցի տանիքը։ Տիվի կղզիները ավելի լուրջ վնասներ կրեցին, վնասվեց էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքը։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։ Նոյեմբերի 25-ին թուլացումից հետո ցիկլոնը ափ հասավ արևմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանի հեռավոր ափին, Բերկլի գետի գետաբերանի մոտ առաջացնելով մինչև 170 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Միևնույն ժամանակ, Ավստրալիայի արևելյան ափին հարվածեց հզոր գարնանային փոթորիկը։ Քվինսլենդի և Նոր Հարավային Ուելսի նահանգները փոթորկի էպիկենտրոնում էին։ Նոյեմբերի 24-ին Քվինսլենդի հարավ-արևելքը, այդ թվում Բրիսբեն, Լոգան և Ոսկե ափ քաղաքները, տուժեցին վտանգավոր ամպրոպից։ Այն բերեց մինչև 14 սանտիմետր չափի հսկայական կարկուտ և ժամում 100 կիլոմետրից ավելի արագությամբ ավերիչ քամիներ։ Արդյունքում, տարածաշրջանում ավելի քան 150 հազար տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի, իսկ մեքենաները, տանիքները և արևային վահանակները լրջորեն վնասվեցին։ Փոթորկի ուժգնությամբ քամիները հարյուրավոր էլեկտրահաղորդման գծեր են տապալել, և 24 ժամվա ընթացքում գրանցվել է մոտ 880 հազար կայծակի հարված։ Փոթորիկը լայնածավալ ավերածություններ է առաջացրել Մորտոն Բեյի, Սանշայն ափի և Բրիբի կղզու տարածքներում։ Ընկած ծառերն ու բեկորները փակել են ճանապարհները և խաթարել երկաթուղային երթևեկությունը։ Տարածաշրջանում տասնյակ դպրոցներ փակվել են։ Փոթորիկը պաշտոնապես հայտարարվեց ապահովագրական աղետ, ենթակառուցվածքներին և գույքին հասցված մեծ վնասի պատճառով։ Եթովպիա։ Նոյեմբերի 23-ին Եթովպիայում տեղի ունեցավ Հայլի Գուբբի հրաբխի հանկարծակի հզոր ժայթքում։ Մոխրի ամպը հասավ 15 կիլոմետր բարձրության, խաթարելով Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Հարավային Ասիան կապող օդային միջանցքները։ Տարածաշրջանի համար հայտարարվեց կարմիր մակարդակի ավիացիոն տագնապ։ Նոյեմբերի 24-ի արբանյակային տվյալները գրանցեցին ոչ միայն երկարաձիգ մոխրի ամպ, այլև ծծմբի երկօքսիդի զգալի արտանետումներ 5-ից 17 կիլոմետր բարձրությունների վրա, ինչը հրաբխային ակտիվության մեծ ցուցանիշ է։ Ժայթքումից հետո ամպը մնաց մթնոլորտում, շարժվելով Կարմիր ծովով դեպի Օման և Եմեն։ Պետք է նշել, որ մինչև այս տարվա նոյեմբերը հրաբուխը գրեթե 12000 տարի հաստատված ժայթքումներ չէր ունեցել, և դիտարկված ակտիվությունը սահմանափակվում էր գազերի արտանետումներով։ Հայլի Գուբբիի հանկարծակի արթնացումը մոլորակի վրա երկրաբանական ակտիվության աճի ևս մեկ ապացույց է։ Թայլանդ։
พยายามจะเข้าช่วยเหลืออยู่นะครับยิงปืน Անցյալ շաբաթ անդադար տեղատարապ անձրևները հանգեցրին զանգվածային աղետի Թայլանդի հարավային 10 նահանգներում, որից տուժեց ավելի քան 2.7 միլիոն մարդ, մոտ 45,000 բնակիչ ստիպված էր տարանվել։ Պետական երկաթուղիները ժամանակավորապես դադարեցրին հարավային երթուղով գնացքների երթևեկությունը ջրհեղեղի պատճառով։ Հարյուրավոր զբոսաշրջիկներ մնացել էին հյուրանոցներում և օդանավակայանում, չկարողանալով դուրս գալ աղետի գոտուց։ Նոյեմբերի 25-ին իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն, փրկարարական գործողությունների համար ուղարկելով բանակը, ուղղաթիռները և նույնիսկ երկրի միակ ավիակիրը։ Ամենավատ իրավիճակը Սոնքխլա նահանգի Հատ Յայ շրջանում էր, որտեղ տեղի ունեցավ վերջին 25 տարվա ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղը։ Հատ Յայ քաղաքը, որը խոշոր բիզնեսի և զբոսաշրջային կենտրոն է, տուժեց ռեկորդային քանակությամբ տեղումներից։ Ջրի մակարդակը բարձրացավ մինչև 2.5 մետր, ինչը շատ մարդկանց ստիպեց մի քանի օր անցկացնել իրենց տների տանիքներին, առանց ջրի և սննդի, քաղաքի փողոցներում լողում էին մեծ օձեր։ Հատ Յայի գլխավոր հիվանդանոցը, որտեղ տեղավորված էին 600 հիվանդներ, այդ թվում 50-ը վերակենդանացման բաժանմունքում, ջրհեղեղի ենթարկվեց, ուղղաթիռներ են ուղարկվել սնունդ և գեներատորներ հասցնելու և ծանր հիվանդներին տարանելու համար։ Նորածնային բաժանմունքի 30 նորածիններ նույնպես վտանգի տակ էին, երբ ջուրը լցվել էր շենքի 2 ստորին հարկերը։ Աղետալի ջրհեղեղը խլեց 33 մարդու կյանք, մեծ մասը խեղդվել կամ մահացել է էլեկտրահարումից։ Այս մահացու ջրհեղեղը առաջացել էր ոչ թե արևադարձային ցիկլոնի պատճառով, ինչպես սովորաբար լինում է, այլ անշարժ ցածր ճնշման համակարգի պատճառով, որը այսպես կոչված անձրևային ռումբ էր արձակել տարածաշրջանի վրա։ Այս զարգացումը կանխատեսվել էր ընդամենը 2 ժամ առաջ, նախքան ջուրը քաղաք կհոսեր և դա տեղի ունեցավ ուշ գիշերը, շատ քիչ ժամանակ թողնելով բնակիչներին պատրաստվելու և տարանվելու համար։ Շրի Լանկա Նոյեմբերի 22-ին մի քանի օր տևած ուժեղ անձրևներից հետո Կոլոմբո կանդի մայրուղու Կագալե շրջանում գտնվող հատվածում տեղի ունեցավ հզոր սողանք։ Վախենալով հետագա սողանքներից իշխանությունները 24 ժամով ամբողջությամբ փակեցին ճանապարհի ամենածանրաբեռնված և ամենակարևոր հատվածներից մեկը։ Ողբերգությունից խուսափել հնարավոր չէր։ Երկաթուղային գծերի տակ գտնվող լանջից ընկած հսկայական քարը, հողի զանգվածի հետ միասին, ընկավ բնակելի շենքի և ճանապարհեզրի սրճարանի վրա, ճանապարհորդների համար հայտնի կանգառում։ Փլուզման պահին ներսում գտնվում էին աշխատողներ և հաճախորդներ, որոնք կանգ էին առել նախաճաշելու համար։ 10 մարդ մնացին փլատակների տակ։ Վնասվել են նաև մոտակայքում կայանված մի քանի մեքենաներ։ Փրկարարական գործողություններին մասնակցել են Շրի Լանկայի բանակը, հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը և տեղի բնակիչները։ 4 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Դժբախտաբար 6 մարդու փրկել չի հաջողվել։ Բանգլադեշ Նոյեմբերի 21-ի առավոտյան Բանգլադեշի կենտրոնական մասում տեղի ունեցավ 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Դաքքայից մոտավորապես 13 կիլոմետր արևելք, իսկ օջախը մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա։ Շատ բնակելի և արդյունաբերական շենքեր լուրջ վնասներ են կրել։ Դաքքայի տների պատերին ճաքեր են առաջացել, սվաղը փշրվել է, իսկ տանիքները մասամբ փլուզվել են։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ ավելի քան 300-ը վիրավորվել։ Նման լուրջ և ողբերգական հետևանքների պատճառը, չնայած երկրաշարժի չափավոր ուժգնությանը, քաղաքի ենթակառուցվածքների խոցելիությունն էր։ Խիտ բնակեցված տարածքները և չամրացված աղյուսե կամ բետոնե պատերով հին շենքերը, դրանք հեշտությամբ վնասվում են ցնցումներից, մինչդեռ մոտակա շենքերը ցնցումների ժամանակ բախվում են միմյանց, ինչի հետևանքով թափվում են բեկորներ, ստեղծելով լրացուցիչ վտանգ բնակիչների համար։ Ավերածությունները սրվել են տեղական երկրաբանության, Գանգես և Բրահմապուրամ գետերի դելտաների փափուկ, ջրով հագեցած հողի պատճառով, որը ուժեղացնում է տատանումները և մեծացնում կառուցվածքային վնասների ռիսկը։ Հիմնական ցնցումից հետո 32 ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է մինչև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ 3 հետցնցում։ Բնական աղետների յուրաքանչյուր նոր շաբաթ այլևս պարզապես լրատվական հաղորդում չէ, այլ ինչ-որ մեկի կյանքի վերջին պահերը, ինչ-որ մեկի ավերված տները, ինչ-որ մեկի ընտանիքը, ովքեր երբեք այլևս միասին չեն լինի, կատակլիզմները մեծանում են, և մարդիկ շարունակում են ապրել այնպես, կարծես իրենց հետ ոչինչ չի կատարվում։
Մարդկությունը շարունակում է էներգիա վատնել անիմաստ հակամարտությունների վրա, կառուցել պատրանքներ ապագայի մասին եւ ներքաշվել պատերազմների մեջ, կարծես բոլոր սարսափները տեղի են ունենում ինչ-որ հեռու, մեկ այլ մոլորակի վրա։ Բայց ահա այն հարցը, որը մենք ավելի ու ավելի հաճախ ենք տալիս ինքներս մեզ։ Էլ ինչ պետք է պատահի, որպեսզի աշխարհը վերջապես արթնանա, քանի քաղաք պետք է անհետանա, քանի մարդ պետք է այրվի, խեղդվի, կործանվի փլատակների տակ, միգուցե աշխարհի կեսը։ Բայց աշխարհի այդ կեսը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները, մեր երեխաները, մեր տները, մեր կյանքը։ Մենք սովոր ենք մտածել, որ սա մեզ չի վերաբերում, եւ հաճախ թաքնվում ենք հետեւյալ արտահայտության ետևում. ինչ կարող եմ անել, բայց եկեք անկեղծ լինենք։ Խոսքը անզորության մասին չէ, խոսքը անտարբերության մասին է։ Մենք չափազանց երկար ենք ձևացրել, թե չենք նկատում, ինչ է կատարվում, չափազանց երկար ենք գործողությունները հետաձգել մինչև վաղը։ Այսպիսով, եկեք դադարենք ինքներս մեզ խաբելուց։ Կամ խոստովանենք, որ մեզ համար միևնույնն է, կամ գործողություններ ձեռնարկենք։ Մի գործեք վախից դրդված, ոչ թե վերացական ապագայի համար, այլ որպեսզի ընդհանրապես կարողանանք ունենալ այդ գալիք օրը։